Սիրելի հարազատներ, իմ կողքին է մի հիասքանչ երիտասարդ, հիասքանչ անձնավորություն Մոսկվայից մեր եկեղեցուց ծառայող, նրա անունն է Նարեկ, ու նա պատմեց ինձ հրաշալի պատմություն, նա ապրել է հանցագործ կյանքով ու պատմեց պատմություն բանտից, ուղղակի ցնցվեցի, երբ որ լսեցի այդ պատմությունը։ Նարեկ ջան, մի հատ կպատմես սա։ 2016 թվականն էր, առաջի անգամ բանտում կարդացի Աստվածաշունչը, ծանոթացա մեր Քրիստոսի հետ, մեր Տիրոջ հետ։ Ամեն։ Այդ ժամանակ, որ լսում եմ ոնց են մուսուլմանները աղոթում, իմ մեջ հարց էր, խի մենք չենք աղոթում, խի մենք չենք կարող լինել ուժեղ Քրիստոսի մեջ։ Որոշեցինք աղոթք բարձրացնել հայմերը, ես խնդրեցի հույն տղա էր հետս նստած, ինքն էլ չէր հավատում Քրիստոսին, բայց սկզբում անհավատ ա եղել պաստորը։ Բայց ասեցի, կարաս աղոթես, ես ու ինքը սկսեց հայրմերը բարձր ձայնով աղոթել, բայց աղոթքից հետո երբ որ մի վայրկյան ամեն ինչ լռեց ու սա բերդը գոռաց ամեն ու բերդը ցնցվեց, այնպես որ այդ պատերը քանդվելու իրավիճակ էր։ Ամեն։ Փառք Քրիստոսին, դրանից հետո արթնություն եկավ բերդում, դրանից հետո իհարկե մի անգամից չհասկացա, որ ճիշտը Քրիստոսն է, Քրիստոսի քրիստոնյա ապրելն է։ Մի օրում ոչինչ չի լինում, դա ընթացք էր, որ Աստված իր հետ ապրեցրեց ու ցույց տվեց որոշ ժամանակ հետո, որ խոնարհ պիտի մարդ ապրի իր կյանքը, որ պետք է խոնարհ լինի, հպարտությունից ընկնի, որովհետև հպարտը պարտությունն է։ Ամեն։ Ու փառք Աստծուն այսօրվա օրվա համար, որովհետև կյանքում շատ բաներ Աստված սովորացրեց ու սովորացնում է։ Ու ունեցանք այսօր հրաշալի օրը, հանդիպեցի Հովին, մեծ սիրով կարամ ասեմ, որ ճշմարտությունը Քրիստոսի մեջ է, կարդացեք, ընտրեցեք Աստծուն եւ Աստված ձեզ կգտնի շուտ։ Աստված օրհնի ձեզ։ Ամեն, ամեն։ Գիտեք, ինչն էր հետաքրքիր, որ ես էլ երկար տարիներ ապրելով մուսուլմանական երկրում տեսել եմ ինչպես է նրանք առանց ամաչելու, մանավանդ տղամարդիկ, լսեք, հայ տղամարդիկ, քրիստոնյա տղամարդիկ, ինչպես էին նրանք ծնկի գալիս ու երբ որ նույնիսկ ուզում էինք առևտուր անեինք, առևտրականները սպասել էին տալիս մեզ, դուք ինչ ուզում եք եղեք, սպասեք, մենք մեր աղոթքն ենք անում։ Գիտեք, շատ նախանձախնդրություն, արաբերեն մի բառ կա, որը թասիբ է նշանակում, արժանապատվություն իմ մեջ բարձրացավ ու հետաքրքիրն ինչ է, որ ես մտածեցի, ասեցի, ինչի համար մենք քրիստոնյա տղամարդիկս պետք է ամաչենք աղոթելուց, չենք ամաչում լիքը վատ բաներ անելուց, շնություն գործելուց մեր հայ տղամարդիկ չեն ամաչում, ընդհակառակը պարծենում են, բայց աղոթելուց ամաչում են։ Մի ամաչեք, մեր հավատքն իսկական հավատքն է ու եկեք բոլոր տղամարդկանցով, բոլորով, հայերով, քրիստոնյաներով միշտ ու միշտ աղոթք բարձրացնենք, ոչ թե ցուցադրական, այլ ուղղակի անկեղծ սրտից աղոթք բարձրացնենք, աղոթք լսող Աստծուն եւ Տերը կտեսնի եւ կփոխի մեր կյանքը, ինչպես փոխեց Նարեկի կյանքը, որ հանցագործ կյանքով էր ապրում, իսկ հիմա ծառայում է Տիրոջը։ Տերը օրհնելով օրհնի ձեզ։ Ամեն։